Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Աբովյան Թոքն է եւ ես, Արման Աբովյանը։ Երկու թեմաների շուրջ ենք խոսելու. սոցիոլոգիա, այսինքն այն հարցումները, որոնք այս վերջին օրերին ուղղակի հասենց տարափի պես լցվել են տեղեկատվական դաշտ, կփորձենք հասկանալ ինչպես են այդ հարցումները արվում եւ որ հարցումներին արժե հավատալ, իսկ որոնց ոչ։ Եվ երկրորդ թեման Իրան։ Ավելի շուտ Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները տնտեսական համատեքստում, որովհետև արդեն միջազգային տնտեսությունը ցնցվում է, ցնցումների մեջ է եւ այդ process-ը ինքը կարծես թե շարունակական է։ Եվ իհարկե խոսենք խաղաղության մասին։ Ինչ է խաղաղությունը, ինչպես հասնել խաղաղության եւ ինչպես պաշտպանել խաղաղությունը։ Եվ այսօր մեր առաջին հյուրն է հետազոտական խմբի ղեկավար, սոցիոլոգ Լուսինե Սարգսյանը։ Բարև ձեզ, Տիկին Սարգսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Տեսեք, հարցումներ, հա, մենք արդեն ականատես ենք եւ ավելի շատ կլինեն այդ հարցումները ընտրություններից առաջ, երբ որ տարբեր քաղաքական ուժեր կամ տարբեր կազմակերպություններ ներկայացնում են իրենց հարցումները եւ հաճախակի այդ հարցումները իրար հակասում են։ Ես իրավունք ինչ չեմ վերապայի, ասեմ, որ օրինակ ստում են, խափում են, չգիտեմ ինչ են անում, հա, իրավունք չեմ վերապայի, որովհետեւ չունեմ փաստեր, բայց ինչպես է, եկեք ամենասկզբից, հա, առհասարակ ինչպես է անցկացվում հարցումը, եթե մարդկանց մոտ տպավորություն է, որ օրինակ զանգում են տուն կամ գալիս են միկրոֆոնը ասում են օրինակ որ քաղաքական ուժին է սատարում կամ որ լիդերին է սատարում եւ այլն, այս կարգի։ Եվ նախ սկսենք նրանից, որ սոցիոլոգիան ինքը գիտություն է եւ շատ լուրջ գիտություն է։ Եվ հարցում անցկացնելը դա խաղուպար չէ, եթե ուզում ես ճշգրիտ հետազոտություն անցկացնես, լինի քաղաքական, լինի մարքեթինգ, հա, դու պետք է ունենաս բագաժ, այդ գիտելիքի բագաժը։ Background, այսպես ասեմ։ Այո։ Հետագիծ։ Հետագիծ պետք է ունենաս, շատ լավ անձնակազմ պետք է ունենաս եւ ճիշտ մարտավարություն, ճիշտ մեթոդաբանություն, թե ինչպես պետք է անցկացնես հետազոտությունը։ Մեթոդաբանությունները բնականաբար ելնելով ըստ թեմաների տարբեր են լինում։ Դու չես կարող նույն մեթոդաբանությամբ անցկացնես թե քաղաքական հետազոտություն, թե մարքեթինգային, տարբեր աշխարհներ են, տարբեր մոտեցումներ են, տարբեր ընկալումներ են։ Այս տվյալ դեպքում քաղաքականի դեպքում ինչ մեթոդաբանություն է։ Էֆեկտիվ, դե լավ։ Էֆեկտիվ մեթոդաբանություններից մեկը, то есть այն մեթոդաբանությունը, որ մենք սովորաբար օգտագործում ենք, դա կլասիկ հարցման մեթոդաբանությունն է, որը որ ունի իր օրենքները։ Իսկ ինչ է նշանակում դասական մեթոդաբանություն։ Այսինքն, որպեսզի դու կարողանաս քաղաքական լուրջ հետազոտություն անցկացնես, դու պետք է կարողանաս ճիշտ ընտրանք կազմես, որը ամենակարևոր ֆակտորներից մեկն է։ Ընտրանք։ Ընտրանք, այո։ Եվ դա ինչ է։ Ուրեմն ընտրանք, ում հետ ես անցկացնում հետազոտությունը՝ սեռ, տարիք, կրթություն, սոցիալական ստատուս, բնակավայր եւ քանակ։ Որ քաղաքում քանի տղամարդու հետ պետք է զրուցես, քանի կնոջ հետ պետք է զրուցես, ինչ տարիքի պետք է լինեն այդ մարդիկ, ինչ սոցիալական ստատուս պետք է կրեն, ինչ կրթություն պետք է ունենան։ Դու չես կարող մտնես, ենթադրենք օրինակ Գյումրի ու անես 50 հոգու հետ հարցում։ Այդ 50 հոգին քո մոտ պետք է համապատասխանի ընտրանքին։ Այսինքն որոշակի չափանիշներին։ Անպայման։ Եկեք որ ավելի հեշտ լինի, Այո։ հա, մեզ խոսել, ես օրինակ գալիս եմ Լուսինե Սարգսյանի մոտ, որը հանդիսանում է հետազոտական խմբի ղեկավար, որ ունի հեղինակություն, որին ճանաչում են Հայաստանում, գալիս եմ ասում եմ Տիկին Սարգսյան, ես ուզում եմ հասկանալ, արեք հետազոտություն, օրինակ եթե մոտակա կիրակի լինեն ընտրություններ, որ քաղաքական ուժին են
համակրում մարդիկ, որ քաղաքական ուժի համար կգնան եւ կքվեարկեն։ Ու պայմանական, հա, ամենապարզ, պրիմիտիվ, sense բան։ Ինչ է անում այդ պարագայում ձեր խումբը։ Նախ պետք է դուք նշեք ձեր խնդիրը։ Խնդիրը ես ուզում եմ իմանամ ճշմարտությունը։ Ճշմարտությունը իմանալու համար դուք տալիս եք մեզ խնդիր, մենք կազմում ենք ճիշտ գործիք, կազմում ենք ճիշտ ընտրանք եւ դաշտ դուրս են գալիս պրոֆեսիոնալ հետազոտություն անցկացնողները, հարցազրույցավարները, որոնք ունեն աշխատանքային փորձ, ինչպես, որտեղ, երբ։ Դա շատ ծանոթ է ինձ, ինչպես որտեղ երբ։ Այո։ Հա, արտահայտությունը, բայց այնուամենայնիվ դուս եկան, տեսեք, մենք տեխնիկապես հասկացանք, ինչպես է դա արվում։ Խմբեր են, այո, գոյություն ունի կրթական ցենզ, գոյություն ունի ինչ-որ սեռական ցենզ, հա, տղամարդիկ մի տեսլական ունեն, կանենք մի տեսլական, տարիքային ցենզ գոյություն ունի, ուսանողը մեկ, ինչ-որ հայացքով է նայում իրադարձությանը։ Թոշակառուն այլ հայացքով տնային տնտեսուհին, այլ հայացքով գործազուրկը, այլ հայացքով։ Այ հիմա Այո։ Հետաքրքիր է։ Իսկ երբ որ մենք այդ խմբերը, ասենք, ձևավորեցինք, դե լավ, հասկացանք, որ բոլոր խմբերի հետ աշխատում ենք, պայմանական ենթադրենք 5000 հոգի մարդ Հայաստանի ամբողջ տարածքով, դուք տարանջատեցիք, դիֆերենցիացիան արեցիք, այդ ամեն ինչ արեցինք եւ գալիս է կարևորագույն գործոնը։ Ըստ իս, ես սոցիոլոգ չեմ։ Բայց ես գիտեմ մի բան, որ հարցի ձևակերպումից պատասխանն է, չէ՞։ Օրինակ, ինչպես է հարցը ձևավորում։ Նայեք, հարցը ձևավորելու, ձևակերպելու շատ մեծ խնդիր կա Հայաստանում։ Եթե օտարերկրյա կազմակերպություններն են պատվեր տալիս այստեղ գտնվող սոցիոլոգիական կենտրոններին, շատերը պատվիրատուն, հա, դրսի պատվիրատուն արգելում է փոխել գործիքը։ Այսինքն բերում է մի գործիք, որը աշխատում է համ օրինակ Մոզամբիկում, չգիտեմ, Գանայում, Հնդկաստանում, Չինաստանում, Հայաստանում, то есть նույն գործիքը։ Այսինքն հարցերի օրինակ շարքը կամ տրամաբանությունը, հա, հարցաթերթիկը, որ աշխատում է տարբեր պետություններում, գալիս է նաև Հայաստան։ Բայց եթե քո գործիքը ադապտացված չի քո տեղանքին, քո մշակույթին, քո ազգային արժեքներին, հա, չի մշակվում այդ գործիքը։ Դու չես կարող ստանալ ճշգրիտ ինֆորմացիա։ Ահա։ Չես կարող ստանալ, ուղղակի անհնար է։ Քո գործիքը պետք է համապատասխանի քո ազգային արժեքներին։ Դու պետք է հաշվի առնես այդ հարցերը, որ տալիս ես բնակչությանը, արդյոք դա կընկալվի, արդյոք դա կաշխատի։ Ու լինում է այնպես, որ մեթոդաբանությունն էլ է ճիշտ, հա, հարցազրույցավարներն են, նրանք էլ են պրոֆեսիոնալ, բայց ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը, որտեղ գործիքը քոնը չէ, ազգային չէ։ Իսկ տենց փորձեր եղել են, դուք գիտեք, տենց հետաքրքիր է։ Եղել են այդպիսի նախագծեր, իհարկե շատ վաղուց, որովհետև ես անձամբ արդեն 25 տարվա աշխատանքային փորձ ունեմ, եւ պատվիրատուին շատ դժվար է եղել համոզել, որ սիրելիս այս գործիքը չի աշխատի Հայաստանում։ Այս հարցերը, որ ձևակերպված է, սա մեր բնակչության հետ առնչություն չունի, կապ չունի։ Նու մանր օրինակներ չբերեմ, բայց այդպիսի դեպքեր շատ են եղել։ Բայց կան կազմակերպություններ, որոնք աշխատում են այդ գործիքներով։ Թե հիմա իրենց պատվիրատուն գոհ է այդ արդյունքներից, թե չէ, այդ արդեն իրենք գիտեն, բայց եթե դու աշխատում ես քո բնակչության հետ, քո գործիքը պետք է լինի քո բնակչությանը հասանելի, ընկալելի։ Հիմա տեսեք, դուք խոսում եք գործիքների մասին, ես մի օրինակ բերեմ, մի շատ լավ ընկեր ունեմ, որը սոցիոլոգ չի, բայց շատ մի հետաքրքիր բան ասաց, ասաց, օրինակ իշխանության ներկայացուցիչներից մեկի հետ էի խոսում, ասաց 90% ժողովուրդը մեզ սատարում է, հարց եմ տալի, ինչից ես եզրակացնում, ասում է, տես ասում է, մենք հարցում ենք արել, թե հիմա արել են թե չէ, չեմ կարող ասել։ Հարցման մեջ հետևյալ հարցն է, մոտավորապես կողմ եք դուք խաղաղությանը կամ կողմ եք դուք խաղաղ գործընթացներին։
Համարյա 100% մարդիկ ասացին այո, եւ քանզի իշխանությունը իբր ճակերտներում, հա, նույնիսկ ժպիտ է երեսից առաջանում, իբր խաղություն է առաջ տանում, ապա ստացվում է ավտոմատ, որ այդ մարդիկ սատարում են իշխանությանը։ Սա ես չեմ ուզում իշխանություն ընդդիմություն այս գործընթացի մեջ, պարզապես որպես օրինակ։ Կարող նույնը պատտասնենք օրինակ ընդդիմության, հա, պահով։ Հիմա սա ինչ է, սա պրիմիտիվ տարբերակ է սոցիոլոգիայի, թե ընդունված է առասարակ այդ տարբերակը, օրինակ միջնորդված եզրակացություններ անել, թե սա ուղղակի սոցիոլոգիայի հետ կապ չունի։ Ինձ հետաքրքիր է պարզապես։ Եթե անկեղծ սոցիոլոգիայի հետ կապ չունի։ Այդ դուք ո՞նց կձևակերպայիք այդ հարցը։ Մարդիկ, եթե ուզում են խաղաղություն, դա չի նշանակում, որ կոպիտ օրինակով իրենք ընտրելու են տվյալ կուսակցությանը։ Կապ չունի, մենք չենք խոսում անդիմություն, իշխանություն։ Հասկանում եմ, ինչ որ մի թևին կապ չունի։ Եթե ես ուզում եմ խաղաղություն, դա չի նշանակում, որ ես գնալու եմ ընտրեմ ինչ որ մեկին, որը քարոզում է խաղաղություն, որովհետև միգուցե ես ուզում եմ, որ խաղաղություն լինի, բայց ես ինքս ունեմ այլ արժեքային համակարգ ու ուշադրություն կդարձնեմ այլ կետերին։ Խաղաղություն ուզել եւ կապել դա ծրագրի հետ, հա, կապ չունի։ Ավելի կոպիտ օրինակ բերեմ, որ մարդիկ հասկանան։ Եթե ես ճանաչում եմ, հա, ինձ նկարներ են ցույց տալիս, ճանաչում եմ ռուսական կոնֆետները, դա չի նշանակում, որ ես այդ կոնֆետներից օգտվում եմ։ Ուրիշ բան, եթե քո գործիքի մեջ կան ստուգիչ հարցեր, որով դու կարող ես պարզել, եթե ինքը ուզում է խաղաղություն, արդյոք այն հարցերին պատասխանելով մենք կարող ենք հասկանալ, որ ինքը կգնա եւ ձայնը կտա խաղաղություն բերող կամ խաղաղություն կարոզող որևիցե ուժի։ Չէ, դե պարզա որ տրամաբանական մարդ պատերազմ չի ուզում ոչ ոք։ Քաղաքական հարցումների մեջ լուրջ սոցիոլոգիական հետազոտությունների գործիքների մեջ գոյություն ունեն ստուգիչ հարցեր։ Ահա։ Եկեք մի փորձ անենք, այս տեսախցիկների առջև հարգելի հեռուստադիտողներ, փորձենք իրար հետ փորձ անենք։ Հիմա օրինակ կարող եք մի հարցերի շարք ինձ տաք, ես փորձեմ պատասխանել։ Հենց հիմա։ Այո։ Ինչքանով եք հետևում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական անցուդարձին։ Շատ ակտիվ։ Որտեղից ձեզ ինֆորմացիայի աղբյուրները։ Տարբեր աղբյուրներից, համացանց, հեռուստացույց, թերթեր, մամուլ, գործընկերներ։ 3 ամենակարևոր աղբյուրները։ Վերլուծական կենտրոնների հոդվածներ, հա, մասնագիտացված, մամուլ եւ սենսա վերլուծական նյութեր։ Լավ։ Իսկ կարող եք ասել, որ մեկին եք ամենաշատը վստահում այդ 3 կարևորագույն աղբյուրներից, որից որ դուք օգտվում եք։ Իմ եզրակացությանը չեմ կարող ասել, հավասարաչափ վստահությունը, միգուցե մի քիչ ավելի նվազ է մամուլը։ Իսկ առաջին տեղում վերլուծական հոդվածները։ Շատ բարի։ Իսկ ինչքանով եք հետևում ձեր բնակավայրում տեղի ունեցող քաղաքական անցուդարձին։ Շատ ակտիվ։ Աղբյուրները։ Անձնական շփում։ Ում հետ։ Բարեկամներ, ընկերներ, օպոնենտներ, ինչու ոչ։ Այ հաղորդման հյուրեր։ Շատ բարի։ Կարող եք թվարկել 3 կարևորագույն խնդիրները, որոնք պետք է լուծի ներկայիս կառավարությունը։ Անվտանգություն, տնտեսություն եւ արժանապատվություն։ Որ խնդիրներով կզբաղվեիք դուք։ Ես այլ ձև կձևակերպեմ, ես չէի տարանջատի, հա, այդ բոլոր հարցերը։ Շատ բարի։ Պատրաստվում եք արդյոք մասնակցել գալիք ազգային ժողովի ընտրություններին։ Այո, որպես քաղաքական ուժ։ Շատ բարի, իսկ որ կուսակցություններին երբեք չեք ուզենա տեսնել ազգային ժողովում։ Հակահայկական։ Իսկ որոնց կուզենաք տեսնեք։ Հայամետ։ Շատ բարի, իսկ եթե ձեր նախընտրած կուսակցությունները չլինեն ցուցակում, ում կուզենաք տեսնել։ Չէ, այլ տեղ է արդեն գնում հարցումը։
Իհարկե, կուզենամ իմ քաղաքական ուժին, իմ քաղաքական ուժի լիդերին եւ դա սա բնական է։ Դուք նոր հասկացաք, չէ՞, որ ես ձեզ մի անգամից փոխեցի։ Հա։ Ծուղակի մեջ գցեցին ինձ, տեսակ։ Եվ իմ հարցումը ռելևանտ չի, քանզի ես օրինակ հայացները իմ մոտ պայմանավորված են իմ քաղաքական, հա, դիրքորոշումով, չէ։ Եվ ինչ եզրակացություն ենք անում։ Դուք գնալու եք ընտրությունների, դուք կոնկրետ մասնակցելու եք, կոնկրետ տալու եք ձեր ձայնը այն ուժին, որին որ համակնում եք։ Դուք պոտենցիալ ընտրող եք։ Իսկ սենց մի հարց, ձեր կարծիքով, այլ կերպ դե լավ ձևակերպեմ, որ լինի ավելի հասկանալի։ Այսօր խնդիր կա, որ մարդիկ ուղղակի չեն ուզում գնան ընտրության։ Ну չեն ուզում մարդիկ գնան։ Այո։ Իսկ ինչպես կարելի է օրինակ գայթակղել մարդուն, որ ինքը ի վերջո հասկանա, որ իրանից է կախված իր ընտանիքի, իր բալիկի, հա, իր չգիտեմ ամեն ինչի ապագան։ Այսինքն գնա ընտրության։ Գնա ընտրության։ Ուրեմն եթե ինձ հարցնեք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նախ պետք է հասկանանք ինչ խնդիրների վրա է ուշադրություն դարձնելու տվյալ մարդը, ով որ չի ուզում գնա ընտրությունների, այսինքն նախ պետք է հասկանանք ինքը ինչու չի ուզում գնալ ընտրությունների։ Զզում ասում բոլորից զզում եմ ասում։ Բոլորից զզում եմ։ Քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Դա արդեն անտարբերություն է ու ոչ թե չուզենալ գնալ ընտրությունների։ Չեմ հավատում, որ Հայաստանի հասարակության բավականին զգալի մասը անտարբեր է, օրինակ կլինի Հայաստան, թե կլինի Արևմտյան Ադրբեջան, օրինակ։ Ցավոք սրտի, հավատացեք։ Կան տես մարդիկ, որ անտարբեր են ու իրանք շատ են, հա, ձեր կարծիքով։ Իսկ կրկին եթե վերադառնանք սոցիոլոգիայի, հա, իսկ որքան է տոկոսը մարդկանց ձեզ, որոնք անտարբեր են, պայմանական իրանք ողջ կմնան, թե ոչ, որովհետև իրականում գոյաբանական խնդիրների մասին ենք խոսում։ Նայեք, տարիների ընթացքում, երբ որ արժե զրկվում է գրեթե ամեն բան, նու սկսենք եկեղեցուց, բանակից, կրթությունից, ընտանիքից, մշակույթից, մարդիկ դառնում են ավելի տնտեսական, հոգևորը վերացել է արդեն։ Երբ որ չունես ազգային մտածելակերպ, չունես ազգային մշակույթի կրող գեն, քո ամբողջ կյանքը պտտվում է կենցաղի շուրջ։ Մենք ազգային մշակույթը կորցնելով կորցրեցինք նաև ազգային անվտանգությունը։ Որը ուղիղ կապ ունի ֆիզիկական անվտանգության։ Այո։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Սարգսյան։ Շատ հետաքրքիր զրույց ստացվեց, մասնագիտականով սկսեցինք, ավարտեցինք այն խոսքերով, որոնք ուղղակի օդում կախված են, հա, Հայաստանում հայկական community-ներում մթնոլորտում այնուամենայնիվ թույլ տվեք միգուցե եւ ես անդիմանամ, հա, սոցիոլոգիա գիտությանը եւ ասեմ, որ ոչ Հայաստանի Հանրապետության բացարձակ մեծամասնությունը քաղաքացիների սիրում այս երկիրը, սիրում է մեր պատմությունը, սիրում է մեր անցյալը, լավ ու վատ բոլոր երանգներով։ Գիտի ով է իրական թշնամին, գիտի ով է իրական բարեկամը, պարզապես իմ կարծիքով պետք է մարդկանց, գիտեք, օգնել ձերբազատվել այն տեղեկատվական հակահայկական շղարշից, որով ցավոք պատված է ամբողջ, հա, տեղեկատվական դաշտը։ Գիտեք, ես կուզեի, որ Հայաստանում ապրող ցանկացած հայ չվախենար։ Եթե մարդ վախենում է եւ ազնիվ չէ,
ինքն իր հանդեպ լիքը բան կորցնում է կյանքում, որովհետև երբ որ դու ազնիվ ես, դու ազատ ես։ Երբ որ դու ազնիվ ես, դու ազատ ես ու պետք չէ վախենալ ընտրություն կատարելուց, չէ՞ որ այս մեր հայրենիքն է, ու եթե ոչ մենք, ապա ով պետք է այն պահի։ Եթե մենք չպետք է կռվենք, ապա մեր տեղով պետք է կռիվ տա։ Ասեմ ավելին, եթե մարդկանց կան մարդիկ ասում են հայրենիքը սկսում է իր բնակարանի շեմից եւ ավարտում է բնակարանի շեմին, շատ քիչ են սակավ, բայց այնուամենայնիվ միշտ ասում է հետեւյալը այդ պարագայում, եթե տենց ես վերաբերվում, ոչ հայրենիք ունենաս, ոչ էլ բնակարան, ոչ էլ շեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Տիկին Սարգսյան, հիշեցնեմ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, որ այսօր Աբովյան Թոքի եթերում հետազոտական խմբի ղեկավար, սոցիոլոգ Լուսինե Սարգսյանն էր։ Շնորհակալություն։ Ինչպես եւ խոստացա, մեր հաղորդման երկրորդ մասում կխոսենք իրանական գործընթացների մասին, այլ ճիշտ այն գործընթացների, որոնք տեղի են ունենում Իրանի շուրջ։ Կփորձենք վերբացել տնտեսական կոմպոնենտը, ավելի շուտ ոչ թե տնտեսական, այլ ազդեցությունը պատերազմի համաշխարհային տնտեսության վրա։ Եվ մեր այսօրվա հյուրն է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։ Բարև ձեզ, պարոն Միքայելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը Աբովյան Թոքի շրջանակներում, քննարկել շատ կարևոր մի հարց։ Տեսեք, Իրանի կամ Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները բերեցին հետևյալ իրավիճակի, երբ որ զանգվածային ռմբակոծության է ենթարկվում Պարսից ծոցը ըստ էության, համաշխարհային տնտեսության, ինչպես ասում են տարբեր վերլուծաբաններ, ողնաշարի կարևորագույն ողերից մեկը, եթե ոչ ամենակարևոր։ Օմոզի նեղոցը փակ է։ Այրվում են նավթ տեղափոխող նավերը։ Ռմբակոծվում են նավթահորերը, Սաուդյան Արաբիա, Էմիրություններ, Քաթար, Քուվեյթ, Բահրեյն, Օման, Օմանը, որը միշտ փորձում էր հասենց, գիտեք, բալանսի վրա մի քիչ խաղալ, բայց դա այնուամենայնիվ։ Նավթի գինը $100-ից ավել է արդեն։ Ինքը իհարկե տատանվելու է, իջնում է 80, 70, հետո էլ ելնում է 100, բայց այնուամենայնիվ համաշխարհային տնտեսությունը ցնցումների մեջ է։ Ձեր գնահատականով, լինելով դուք համ քաղաքական, այդ բոլոր ելևէջներին լավ տեղյակ եք համել, տնտեսական, իմիջիալոց, եթե չեմ սխալվում, դուք եք զգուշացնում, որ տնտեսական գործոնը այս պարագայում ինքը բավականին խոցելի է կոնֆլիկտի մասով։ Ինչպես կմեկնաբանեք, դեպի ուր է գնում այս ամենը։ Սա նոր տնտեսական ճգնաժամ է առաջացնելու, ինչ է լինելու։ Մի քանի պատճառ կա, ինչու նոր տնտեսական համաշխարհային տնտեսական ճգնաժամի վտանգը ավելանում է։ Բայց այս պայդրությամբ դեռ ոնց որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը դեռ ոնց որ չի հասունացել, այսպիսով այս հանգամանքները միայն արագացնում են այն, երբ էլ լինի, կարող է ավելի արագ տեղի ունենա, բայց դեռ արհեստական բանականությամբ պայմանավորված տնտեսական լիցքը, որ համաշխարհային տնտեսությունը ստացել է 4 տարի առաջ, դեռ այդ լիցքը շարունակում է գործել։ Այսպիսով դեռ տնտեսական ճգնաժամ չի լինելու համաշխարհային, բայց առանձին ոլորտներում պարզը որ արտահայտվելու է, դա լինելու է առաջին հերթին իրական տնտեսության հատվածում, էներգետիկայի ու արդյունաբերության մեջ, եւ մենք տեսնում ենք, որ էներգետիկական շոկը արևմտյան երկրներում մի կողմից եւ մյուս կողմից արդեն արդյունաբերությունը սկսեց տուժել։ Եվ այստեղ իհարկե Իրանը ինչ է անում, ինքը փորձում է ազդել առաջարկի վրա, այսինքն փակել հնարավորությունները մատակարարելու այս արաբական նավթը դեպի համաշխարհային շուկա։ Չնայած հետաքրքիր է, որ մյուս կողմից ամերիկացիները սկսել են ռմբակոծել իրանական տանկերները ու չհասկանալով ինչ են անում, նույն խնդրին են նպաստում, որովհետև համաշխարհային նավթի շուկայում ել ավելի մեծ պահանջարկ են ստեղծելու եւ ավելի մեծ ոնց որ դատարկություն են ստեղծելու այդ շուկայում։ Այսպիսով, այո, այստեղ մենք տեսնում ենք այդ խնդիրը։ Բայց նույն ժամանակ հիմա
քննարկում են եւս մի քանի ուղղություններ, որով կարելի է այս խնդրը հաղթահարել։ Առաջինը Ռուսաստանից պատժամիջոցները հանելու եւ Ռուսաստանը գնաց այդ բանակցությունների։ Այո, կարծես թե արդեն կան նշույլներ։ Այո, ես չգիտեմ ճիշտն ասած ինչքանով արդարացված է, որովհետեւ գուցե Ռուսաստանը պետք է համբերեր եւս ինչ որ ժամանակ, որ թույլ չտա, որպեսզի Ամերիկան մեղմացնի այս ճգնաժամի արդյունքները։ Ռուսաստանի համար այդպես ավելի նպաստավոր կլիներ, եթե ավելի երկարատև խաղան։ Բայց ամեն դեպքում հիմա ոնց որ առաջընթաց կա այդ բանակցություններում եւ բացի դրանից Ամերիկան իր նավթային ռեզերվները սկսեց ծախսել, իսկ այդ ռեզերվները շատ մեծ են։ Եթե Ամերիկան օրինակ մենակ իր ռեզերվներով ապրի նավթային, մի քանի տարի կարա գոյատևի, տարի ու կես մոտավորապես, հա։ Այսպիսով Ամերիկայի նավթային ռեզերվները եւս շատ մեծ դեր են խաղում այստեղ։ Բայց ամեն դեպքում հաշվի առնելով, որ Իրանը ոչ միայն լոգիստիկան է խոցում, այլ նաև արդյունաբերական հզորությունները, այդ թվում գազի, ոչ միայն նավթի, ապա դա ազդելու է միանշանակ եւ արդեն մենք տեսնում ենք, որ արևմուտքը ստիպված սկսել է ուղիներ փնտրել, այսինքն այստեղ թե տնտեսական ազդեցություն կա, թե նաև արդեն քաղաքական ու արդեն Թրամփը սկսել է ուղիներ փնտրել, ինչպես դուրս գա այս իրավիճակից եւ նույնն է անում Եվրոպան։ Տեսեք, Եվրոպայում գազի գների շեշտակի աճ է նկատվում։ Առայժմ սպառողների համար գազի գինը ոնց որ թե նույնն է մնում, բայց այնուամենայնիվ գազը սպառվում է։ Հաշվի առնելով, որ եվրոպացիները հրաժարվեցին ռուսական գազից, ընդ որում վերջնական հրաժարվելը նախատեսում էին 27 թվականին 2027, բայց Ռուսաստանը ասաց, ես այդքան չեմ սպասի, ես իմ ինքնից էլ փակում եմ։ Եվ այս պարագայում հիմնական գազի մատակարարողը հանդիսանում էր Քաթարը։ Վերջին տվյալներով Իրանի իսլամական կորպուսի պահապանների հրթիռային զորքերը խոցել են Քաթարում, եթե չեմ սխալվում, 4-ից 6 գազահոր։ Այսինքն արտադրական համակարգն է ոչնչացվում։ Կարող է սա հանդիսանալ համաշխարհային տնտեսական իրականում ճգնաժամի գեներացմանը։ Ես կարծում եմ, որ ավելի շուտ դա լոկալ կամ տարածաշրջանային եվրոպական ճգնաժամին է նպաստելու, որովհետև եվրոպական տնտեսությունը մեծ հաշվով 2022-ից սկսած, երբ որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կիրառեցին, այդ ժամանակներից սկսած էներգետիկական եւ մեծ հաշվով տնտեսական ճգնաժամի մեջ է գտնվում։ Եվրոպական տնտեսությունները դադարեցրեցին աճել, հատկապես դա նկատվում է Գերմանիայում ու Մեծ Բրիտանիայում, եւ հիմա դա խորանալու է։ Բայց տարբերությունը նախորդ ժամանակաշրջանների հետ այն է, որ եթե օրինակ Եվրոպայում տնտեսական ճգնաժամ է, ապա դա չի նշանակում, որ դա համաշխարհային է դառնում, որովհետև Եվրոպայի քշիրը համաշխարհային տնտեսության մեջ ամեն տարի արագընթաց նվազում է։ Եթե վերցնենք նույնիսկ 2008 թիվ, չնայած այդտեղ ճգնաժամը սկսվել է ԱՄՆ-ից, բայց ամեն դեպքում այդտեղ ճգնաժամը ամբողջ աշխարհի վրա տարածվել է։ Հիմա բացառված չի, որ եվրոպական օրինակ կամ ամերիկյան տնտեսական ճգնաժամը ողջ աշխարհի վրա չտարածվի։ Էնպես որ այս պայմանությամբ կարելի է ենթադրել, որ Եվրոպայում իսկապես կարող է տնտեսական ճգնաժամ սկսվի, եթե մանավանդ Ռուսաստանը արագ չի գնա փրկության ու այդ ձեր օրինակ գիծապահի օրինակ, հա, բայց եթե օրինակ Եվրոպայում սկսվի ճգնաժամը, նույնիսկ ողջ կոնտինենտային գրկի, ապա դա դեռ չի նշանակում, որ դա դառնալու է համաշխարհային։ Եկեք Արգելի պարոն Միքայելյան, խոսենք հետևյալի մասին, շատ կարևոր թեմա։ Երկար ժամանակ մարդկան ժողովրդին, հա, փորձում են համոզել, որ օրինակ թրիփը կամ տնտեսական հարաբերությունները թուրքերի եւ ադրբեջանցիների հետ եւ առհասարակ հա տնտեսական այդ փոխկապակցությունը ինքը կարող է հանդիսանալ կարևորագույն երաշխիքը խաղաղության, վերադառնալով խաղաղության թեմային։ Եվ փորձում են հասել, որ գիտեք ինչ կա, եթե ադրբեջանցին որոշել է մեզ վաճառել բենզին, ուրեմն վերջ խաղաղություն է եկել եւ այլն, մի խոսքով այդ շինծու սուտ, բայց այնուամենայնիվ աշխատող, հա, ցավով եմ արձանագրում, մարդկանց մոտ տպավորություն ձևավորել, որ տնտեսությունն է, տնտեսական բլոկն է հանդիսանում երաշխավորը խաղաղության։ Այսինքն բանակը դե երկրորդ, երրորդ տեղում է, տենց է ստացվում, հա, համաձայն որոշ հայտարարությունների, որոշ քաղաքական ուժերի մատով ցույց չտանք, հա, ում մասին ենք խոսում, բայց այնուամենայնիվ, այս
եթե պատկերավոր ասենք, իրանական դասերը մեզ ինչ են սովորեցնում։ Եթե իհարկե մենք ցանկություն ունենք սովորենք, այլ ոչ թե աշկերներս ներողություն չռած, հա, խաղաղություն ղժղժալով, sense վազվզենք։ Իսկապես այդ պատերազմի դասերից այն է, որ օրինակ այն, որ տնտեսական օրինակ նշանակություն կա ինչ-որ օբյեկտի, դա փրկողակ չէ եւ նույնիսկ կարող է հակառակ լինել։ Հիմա օրինակ արաբական պետությունները համոզված են, որ եթե օրինակ իրանք ունեն ամերիկյան տնտեսական ենթակառուցվածքներ, ապա դա արդեն ինքնին երաշխիք է, որ որևէ պատերազմ չի լինելու։ Այո։ Եւ որում ամենտեղ դա թմբկահարվում էր, որ տեսեք, ամերիկացիները ստեղ են, մեզ չեն խփի եւ այլն։ Ահա, բացի դրանից նույն բանը ասվում էր Ուկրաինայում, երբ որ ուկրաինացիներին համոզում էին, տվեք ձեր սաղենդերքը եւ լավ է լինելու ձեզ, այսինքն դուք տվեք մեզ հազվագյուտ մետաղների մասին է խոսքը, օրինակ ամերիկացիները, այո։ Այսինքն դուք մեզ տվեք, իսկ ձեզ լավ է լինելու, հա։ Նու ամերիկացիները սիրում են սաղին ներկայացնել իրենց լավը որպես դիմացինի լավը։ Եվ նույնը տեղի ունենում մեծ հաշվով այստեղ։ Եվ ինչ է ստացվում։ Ուկրաինացիներին դրանում համոզում էին, արաբներին դրանում համոզում էին, այսինքն ուկրաինացիներին ասում էին, որ եթե օրինակ դուք օրինակ հազվագյուտ այս հանքը տակ մեզ, ռուսները չեն խփի։ Ռուսները արդեն սկսել են խփել արևմուտքին պատկանող որոշ տնտեսական օբյեկտներին բանում Ուկրաինայում։ Ու ի դեպ գիտենք, որ նաև ադրբեջանական բոլոր օբյեկտներին ինչքան կա խփել են, հա։ Այո, ոչնչացրեցին ադրբեջանական նավթային Սոկար ընկերության գրեթե բոլոր ակտիվները, որոշ չէ, գրեթե բոլոր, Օդեսայի տերմինալը ոչնչացրեցին, բենզինամուղերը ոչնչացրեցին։ Այսինքն մենք ստեղ տեսնում ենք, որ ոչ միայն դա երաշխիք չի, այլ նաև հակառակ կարող է դառնալ թիրախ։ Ու սա շատ կարևոր է։ Ինչու՞։ Որովհետև օրինակ նույն խոսում է հիմա ստեղ կառուցվի դատակենտրոն, որը տեսականորեն կարող է լավ բան լինել, բայց գործնականում իրականում չէ։ Եվ խոսալ ներդրումներից մի բան է, բայց հիմա ինչու օրինակ ուզում են ստեղ կառուցեն։ Ամերիկայում գրեթե հնարավոր չի տեղ գտնել դատակենտրոնների համար։ AI, այսինքն արհեստական բանականության դատակենտրոնները այնքան մեծ խնդիր են ստեղծում էկոլոգիայի համար եւ այնքան մեծ պահանջմունքներ ունեն, օրինակ, եթե չեն խփում Պիտսբուրգի կողքը կառուցվեց մի հատ դատակենտրոն եւ ողջ քաղաքը շատ դժգոհ է եղել եւ ցույցեր են սկսվել եւ այլն, ինչու, որովհետեւ իրա վրա կառուցվեցին 30-ից ավել գազային տուրբինաները, որոնք արդեն ծուխ են թողարկում, ընդ որում գազը համեմատաբար մաքուր է որպես բանը, որպես էներգակիր, այո, բայց ամեն դեպքում օդը այնքան փչացավ, որ մարդիկ սկսել են հիվանդանալ։ Իսկ մի դատակենտրոնի, արհեստական բանականության դատակենտրոնի, ուրեմն պահանջմունքը էներգիայի, դա մոտավորապես հավասար է միջուկային ատոմակայանի էներգիայի արտադրության, այսինքն մոտավորապես 300 մեգավատ, իսկ կամ 300-330, մեծամորի ատոմակայանի այսօրվա դրությամբ թողարկվող էներգիան 390 մեգավատ է։ Եվ այսպիսով, որպեսզի պատկերացնենք դրան գումարած ջուրը եւ այլն, բայց այս մի կողմը թողնենք, հիմա կոնկրետ։ Ահա թե ինչու են ուզում այդ մոդուլային գոյություն չունեցող ամերիկյան ատոմակայանները բերեն շարեն։ Այդ թվում, բայց այստեղ մյուս բան կա։ Մյուս բանը հետեւյալն է, որ ուրեմն այս արաբական էմիրություններում երկու դատակենտրոն խոցվեց։ Անմիջապես։ Ինչու՞ մենք սա էլ պետք է գիտակցենք։ Մենք պետք է գիտակցենք ռազմավարական ենթակառուցվածքների եզրույթը անընդհատ նորոգվում է։ Այսինքն մեր մոտ ընդունված է մտածել, որ գազը, ջուրը, նավթը եւ այլն դրանք ռազմավարական են։ Այսօրվա դրությամբ ռազմավարական ենթակառուցվածքներից կարևորագույնների մեջ կարելի է թվարկել AI դատակենտրոններ օրինակ։ Եվ այս տեսանկյունից պետք է գիտակցենք, որ սա կարող է օրինակ թիրախ դառնալ, սա եւ առհասարակ։ Այսինքն Իրանը ոչ թե վախեցել է խփել այդ օբյեկտներին, որովհետև դրանք պատկանում են ամերիկացիներին կամ գոնե ամերիկացիները այդտեղ շարում, այլ հակառակը նպատակային է խփում, հա? Եվ այս պարագայում արդեն նույն թրիփի հետ կապված գալիս են ուրիշ հարցեր։ Եվ այդ հարցերը հետևյալն են. նախ առհասարակ թրիփը տնտեսական օբյեկտ է թե չէ, որովհետև մեծ հաշվով թրիփը ռազմավարական ու քաղաքական կամ նույնիսկ ռազմաքաղաքական օբյեկտ է։ Եկեք մի վարքյան, որ մեր հերոստատիտողներին թարմացնեն, Ժորժ ջան, թրիփը հիշում եք, չէ՞ ինչը։
Թրիփը ըստ էության, ես հղում եմ տալիս անկախ փորձագետների, հա, կարծիքի, դա ըստ էության միջանցք է, Զանգեզուրի միջանցք անվանեք, չնեմ, թուրքական միջանցք անվանեք, պանթուրքական, որը գեղեցիկ փաթեթավորվել է ամերիկյան փաթեթավորման մեջ եւ որը այստեղ ներկայացվում է որպես ճանապարհների ապաշրջափակում, ինչը այդպես չէ, որպես սուվերենությունը պահպանող գործընթաց, որը այդպես չէ, խափում է եւ ամենակարևորը, այստեղ պարոն Միքայելյանը կարծում եմ կմեկնաբանի, որպես անվտանգային կարևորագույն գործոն, հեքիաթներ էին պատմում, հիշում եք։ Տեսեք, շատ լավ։ Ուրեմն թուրանական կամ պանթուրանական միջանցք կամ նույնիսկ ՆԱՏՕ-ի միջանցք, դա դրան անվանում են օրինակ Իրանում, հա? Իրանում հենց այդպես են անվանում։ Ուրեմն Ադրբեջանում եւ Թուրքիայում թրիփը անվանում են Զանգեզուրի միջանցք, ուրիշ անվանում չեն տալիս։ Հիմա մեր մոտ ու Ամերիկայում անվանում են թրիփ։ Հիմա Ամերիկայի միջանցք են անվանում։ Հողում են տալի Տրամփի խոսքերի վրա։ Կամ թրիփ, բայց այդտեղ խնդիրը հետեւյալում է։ Ինչով է թրիփը տարբերվում նույն Զանգեզուր միջանցքի եզրույթից։ Տարբերությունը կա իրականում, որովհետև թրիփով մեղմացվել է, բազմաթիվ խնդրառույց դրույթները մեղմացվել են, բայց բունեությունը չի կարող փոխվել, ինչու, որովհետև դա Ադրբեջանի ռազմաքաղաքական թելադրանքով է տեղի ունեցել, այսինքն Ադրբեջանը դեռ մի տարի առաջ Հայաստանին սպառնացել է պատերազմով, բա ինչ անենք, քանի որ պատերազմին չենք պատրաստվում, ոչ մի բան չենք անում, ուրեմն ամեն անգամ Ադրբեջանի ելքեր գտնել։ Այո, Ադրբեջանի շանտաժը ամեն անգամ աշխատում է, հա։ Եվ հիմա այդ ելքը ամերիկացիները առաջարկել են, ասել են մեզ մեջտեղը ընդունեք, մենք էլ ռեգուլիրովկա կանենք, մի կերպ յոլակը գնանք։ Ու մի կողմից կարելի ասել այս տեսանկյունից դա ընդունելի տարբերակ է, բայց այստեղ մի քանի հարց է ծագում։ Նախ մեծ հաշվով մենք մեկը ընդունել ենք Ադրբեջանի դիկտատ, երկրորդը Ադրբեջանը իրականում մեկը գող չի, ու ստացումը ու պլյուս Իրանը արդեն հստակ հայտարարել է, որ իր համար եւս ընդունելի չի այս միջանցքը։ Եվ այսպիսով, հա, իսկ մենք մեր կողմից, հա, զիջում ենք ռազմավարական ոչ թե օբյեկտ, սա օբյեկտ էլ չի։ Մենք զիջում ենք Հայաստանի ամենաբարձր նշանակության ռազմավարական հող, որը արդեն կարա մեկնաբանվի Ադրբեջանի կողմից, որպես ոչ ամբողջությամբ Հայաստանի կողմից վերահսկող, որովհետև իրանք ունենում են այդտեղ բացարձակ որոշակի իրավունքներ, որ ուրիշները չունեն։ Իսկ հիմա անվտանգության մասով մեզ հեքիաթներ էին պատմում, դե լավ, կարող է հեքիաթ չէին պատմում, կամ մարդիկ հավատում էին, որ թրիփը այն տեսքով, որով ինքը հիմա կա, որովհետև ըստ էության, եթե մեջից մի քանի էլեմենտ հանում ես, որոնք մեր սուվերենությանը վտանգում են, ինքը լավ բան է, թող լինի։ Իրանցիների հետ էլ կփորձենք պայմանավորվենք, չստացավ։ Խոսքը նրանումն է, որ յուրաքանչյուր գործընթացը կարելի է, չէ՞, ինչու ոչ չհրավիրել իրանցիներին, թող մասնակցեն այդ գործընթացի մեջ։ Հա, բայց այս գործընթացը իրանցիների դեմ է։ Հենց այդ եմ ասում, էլի, հասկանում եք, խնդիրը նրանումն է, որ այո, գործընթացը իրանցիների դեմ է, բայց Հայաստանում այս իրավիճակով, խոսքը գնում է հիմիկվա մասին եւ հիմիկվա կոնֆիգուրացիան թրիփի։ Այս իրավիճակում այնուամենայնիվ մեզ ասում են, որ թրիփը կարող է հանդիսանալ անվտանգային երաշխիք գործոն։ Դե իրանցիները արդեն ամենայն դեպս Վելայեթին, որը Ռաղբարի խորհրդականը հայտարարել է, որ այս թրիփը իրենց համար թշնամական նախագիծ է, որին իրանք կարող են եւս ռմբակոծել։ Դա ասվել է արդեն։ Սա մեկ, երկրորդը, այսինքն այս պայմանությամբ չեն ռմբակոծում, դիտարկենք, որ Իրանը իր հարևան պետություններից, բացի Պակիստանից, որոնց ինքը ռմբակոծել է մի տարի առաջ, ու Հայաստանից բոլորին մնացածներին ռմբակոծել է, ու Թուրքիայի հետ կապված հարցեր կան, հա։ Իսկ ի տարբերություն օրինակ նույն Թուրքիայի, Հայաստանը պաշտպանվելու ոնց որ միջոցներ չունի։ Չնայած այդտեղ ռմբակոծելու բան չկա, որովհետև թրիփի շրջանակներում դեռ ոչ թրիփը, դե լավ, ոչ մի աշխատանք բան են ստորագրել։ Հա, հələ որ թղթի վրա ինչ որ բան ստորագրել, այն էլ հələ որ մեմորանդում է, բայց հիշեցնեմ թրիփի դեմ, ոչ թե թրիփի, այլ միջանցքի դեմ, որպես նախագծի ով էր արտահայտվում։ Ով։ Իրանը միջանցքի որպես բուն միջանցքի դեմ արտահայտվել է ժամանակին Ռուսաստանը եւ Ֆրանսիան։ Հիմա Ֆրանսիան Այո, այն Ռուսաստանը, որին մեղադրում են, որ Ռուսաստանը միջանցք է ուզում, չէ՞։ Այո, բայց կարող ուրիշ Ռուսաստան։ Բայց նույն Օվերչուկը ասել է, որ մենք միջանցքին դեմ ենք, մենք ուղղակի աջակցում ենք ճանապարհին։ Պարզապես մարդիկ գիտեն, ինչ են ասում էին, որ ռուսներ ուզում էին միջանցք։ Ժորժ ջան, այդտեղ էլ խափեցին։ Դե լավ, անցանք։ Ինչու՞ չխափեցին։ Լավ, ուրեմն հետ գանք ուրեմն բանին, այսինքն մեծ հաշվով
Պարզը այս երկրների ցուցակից նույնիսկ Մակրոնը ժամանակին արտահայտվել է, բայց հիմա քանի որ Թրամփը մեջտեղն է, Մակրոնը արդեն ոնց որ սուսուփուս նստել է ու ասում է, որ ինքը բոլոր խաղաղության գործընթացներին աջակցում է։ Թրիփը խնդիրը ինչ է։ Այս պայդրությամբ Ադրբեջանը ուզում է թրիփը թույլ չտա, որպեսզի այս տեսքով իրականացվի։ Սա առաջինը ու հիմա դնում է հարցը հետևյալ կերպ. մեզ պետք է, որ Նախիջևանին ուղիղ մուտք ունենանք, հələ տեսեք ամերիկացիներ ջան։ Ուրեմն Պարսիկները կրակում են Նախիջևանին, մենք էլ ոչ մի բան չենք կարող անենք, որովհետև Բաքվից մատակարարում չկա, հայերը չեն թողնում, իրականում հայերը դենց չեն թողնում, բայց հայերը չեն թողնում, նենց որ թող բացեն բոլոր միջանցքները, բոլոր ճանապարհները, մենակ միակողմանի իհարկե։ Այստեղ Յան ազգանունով մարդիկ հանդես եկան, տես լուրջ դեմքով ասում են, մենք պետք է հումանիտար միջանցք տրամադրենք կամ ճանապարհ Ադրբեջանին։ Մենք հումանիտար օգնություն տրամադրել ենք 2023 թվականի փետրվարին Թուրքիային, ակնկալելով, որ Թուրքիան դրանից հետո սահման կբացի, 3 տարին անցել է, ոնց որ դեռ չի բացել։ Կարողա չի հասը, կարողա տեղ չի հասը։ Ոնց որ հասել է, բայց նույնիսկ եթե բացվի այդ ճանապարհը, տեսեք ինչա տեղի ունենում։ Թուրքերը ու ադրբեջանցիները հիմա փորձում են ամեն ինչ անել, որ տնտեսությունների հաստատումը տեղի ունենա միակողմանի։ Այսինքն, որ իրանք Հայաստանից ինչքան հնարավոր օգուտներ ստանան, ճանապարհների տեսքով, լոգիստիկայի տեսքով, ներդրումների տեսքով, ջրի տեսքով հիմա այդ թեմայով շատ են սևեռված, բայց Հայաստանին ոչ մի բան չլինի։ Այդ է իրանց մոտեցումը։ Հիմա այն բանակցությունների ձևաչափը, որ մենք ընտրել ենք, ու այն տրամաբանությունը արտաքին քաղաքականության, բերելու է նրան, գուցե իշխանությունները դա նույնիսկ չեն ուզում, բայց բերելու է նրան, որ սա է իրականացվելու, որովհետև որպեսզի սենց չլինի, դու պետք է զարգացնես ռազմաքաղաքական լծակ քո թշնամու վրա։ Բայ, դուք չգիտեք, որ ռազմաքաղաքական լծակը, դա կարևոր է տնտեսություն, առևտուր, կեր, փող, մեկն ու մեկը դա տնտեսություն ներքին տնտեսությունը չէ, կապվածությունը թուրքերի հետ։ Որտեղ ներքին տնտեսությունը պետք է զարգացվի, դա կոմպոնենտ է անվտանգային, բայց մեր մոտ չգիտես ինչու տնտեսությունը կապում են միայն ու միայն Թուրքի ու Ադրբեջանցու հետ։ Հա, բայց դա մեզնում չի, դա թելադրված է արտաքին ուժերի կողմից, այդ թվում նույն թուրքերի կողմից, իսկ այս իշխանությունները ուղղակի դա վերարտադրում են։ Ինչ վերաբերում է տնտեսության լծակին եւ այլն, մեկն ու մեկը լիներ Թրամփին կամ Պուտինին կամ չինացիներին դա բացատրել, որ այդ ռազմականը, որ զարգացնում են, իրանք հիմար են։ Իսրայելը ամենահիմար պետությունն է աշխարհում։ Այն, որ հрьяաները շատ են Նոբելյան մրցանակ ստացել, այդ հիմարությունից է եղել։ Դրա համար իրանք ռազմական ուժ են զարգացնում։ Իսկ մենք ամենախելացի ազգ ենք, դրա համար էլ մենք ռազմական ուժից հրաժարվում ենք։ Սարսափելի է իրականում, մենք իհարկե փորձեցինք մի քիչ հումորային նոտաներ ավելացնել այս ամենի մեջ, հա, մեր զրույցի մեջ, բայց չի ստացվում ժպտալ, որովհետև իրավիճակը իրականում ահավոր բարդ է, ահավոր։ Շնորհակալություն, պարոն Միքայելյան, հիշեցնեմ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, այսօր Աբովյան Թոքի եթերում խոսեցինք տնտեսական վտանգների եւ ռիսկերի մասին, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, լսեցինք մեր հյուրերին եւ այո, եթե խոսենք մեր հաղորդման առաջի մասում հնչած մտքերի հետ, ապա այո, հասկանալի է, որ յուրաքանչյուր հարցում ինքը այո, կարող է ցույց տալ ճշգրիտ պատկերը, բան չասեցի, բայց դրա հետ մեկտեղ ինքը չի կարող հանդիսանալ վերջնական դոգմա, որովհետև նամանավանդ Հայաստանում, որտեղ հասարակությունը պերմանենտ ասեն շոկավորվում է եւ այո կա ատելության եւ վախի մթնոլորտ, դժվար է ճիշտ պատկեր ձևավորել նույն հարցումների մասով, չնայած հնարավոր է։ Գիտեք, հարցումները մենք արդեն հաղորդման ընթացքում խոսեցինք, կարելի է այնպիսի ձևակերպումներ տալ հարցին, որ օրինակ նույն թեմայի շուրջ կտրականապես տարբեր պատասխաններ ստանաս։ Կտրականապես հարցից է կախված, հարցի բովանդակությունից ոնց ես այդ հարցը տալիս։ Եվ այդ իսկ պատճառով եւս մեկ անգամ կրկնեմ, միշտ վստահեք ինքներդ ձեզ, որովհետև այն տարափը, հա, որը մենք կտեսնենք եւ որը տեսնում ենք արդեն տեղեկատվական դաշտում կապված հարցումների, սոցհարցումների, հա, հետ ինքը արդեն ավելանում է, հետո մի մոռացեք սոցհարցումները ազդեցության
բավականին ուժեղ գործիք են, օրինակ, երբ որ սոցհարցումներում, վերջին սոցհարցումներ, շատ ծիծաղելի իմիջայլոց սոցհարցումներ հրապարակվել, որտեղ իշխանությունը, չգիտեմ, քանի տոկոս էր հավաքել, տենց մի հատ ուժեղ տենց, հա, սոցհարցում էր, որը իրականում ծիծաղ առաջացրեց ամբողջ Հայաստանում, նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր այս կամ այն առումով համակրում էին իշխանությանը։ Ինչի համար, որովհետև այդ սոցհարցումը, հա, ինքը լիովին չէր համապատասխանում այն իրականությանը, որի հետ մենք բոլորս, հա, ամենօրյա ռեժիմով առնչվում ենք։ Հիմա հարցացակում ինչի համար էին դա անում, շատ պարզ պատճառով, որ ձեր մոտ, հարգելի հեռուստադիտողներ, ել չլինի իմաստ, հա, դուք ձեր մեջ ասեք, դե քանզի ամեն ինչ որոշված, այն սոցհարցումները sense թվեր են ցույց տալի, պետք չի գնալ ընտրությանը, սուտ է, չհավատակ հանգած։ Հենց դրա համար էլ արվում է այդ ամենը, որ դուք չգնաք ընտրության, որ ձեր ձայնը վերցնեն եւ կապիտալիզացնեն այն ահռելի սարսափելի իրավիճակի մեջ, որը այսօր տիրում է Հայաստանի շուրջ։ Եվ Հայաստանում բնականաբար է։ Իրան, տնտեսության վրա ազդեցությունը։ Կարծում եմ մեր հյուրը արդեն ավելի քան շատ մատչելի բացատրեց ինչ է կատարվում, ինչ կարող է կատարվել եւ այլն, բայց այստեղ տնտեսական կոմպոնենտի մասին որ խոսում ենք, ես ուզում եմ կրկին վերադառնամ մի շատ կարևոր թեզի, որի մասին շատ է խոսվում, խաղաղության թեզի, հա։ Տեսեք, Պարսից ծոցի թագավորությունների խաղաղության երաշխիքը Հովանոցը Միացյալ Նահանգներն էին։ Տեսակ ինչ օրենքան։ Չէ, խնդիրը Միացյալ Նահանգների լավ կամ վատ դաշնակից լինելու մեջ չի։ Այլ խնդիրը նա է, որ այո, երաշխիքներ, որ դա չլինի, այսինքն հարվածներ չլինեն, Պարսից ծոցի թագավորությունները չձևավորեցին, կարծելով, որ երաշխիք կարող է լինել նավթն ու փողը։ Տեսակ, ոչ նավթը երաշխիք եղավ, ոչ էլ փողը։ Ով կարար մտածել մեկ ամիս առաջ, որ Դուբայը կռմբակոծեն, կամ Քաթարը, կամ Բահրեյնը, կամ Օմանը։ Ով։ Եթե ինչ-որ մեկին մի ամիս առաջ ասեր Դուբայը կռմբակոծեն, կծիծաղար ու ճիշտ կաներ։ Որտեվ անհավատալի էր, որտեվ արդեն մարդկանց մեջ նստած է, որտեղ խաղաղությունը վերջ, ինքը տենց ինչ-որ կարգավիճակ է, որը կարիք չունի երաշխիքների։ Կամ ես վերջերս մի հատ արտահայտություն էի լսել, իրականում անհավանական ուղղակի։ Ուրեմն ինչ ասում իշխանությունը, ասում է խաղաղության, չէ, անվտանգության երաշխիքը երկրի հանդիսանում է խաղաղությունը։ Հա, բառացի, երկրի անվտանգության երաշխիքը հանդիսանում է խաղաղությունը։ Դա գիտեք ինչի նման է, ոնց որ մարդ կանգնի ասի, որ տեսողության երաշխիքը հանդիսանում է աչքերի առկայությունը կամ օրինակ կուշտ լինելու համար, հա, երաշխիքները հանդիսանում են սննդի առկայությունը կամ ստամոքսի առկայությունը։ Ժորժ ջան, հասկանում եք, չէ՞ ինչ են անում։ Ինչպես են մանիպուլացնում։ Հիմա հարց հացակում։ Այդ որ առավոտից երեկո ճղում են իրենց մեջներից իբր խաղաղություն է եկել։ Իսկ խաղաղությունը ինչի հիման վրա է եւ ինչ է իրենից ներկայացնում։ Եթե ինչ-որ մեկը ասի, տեսեք, սահմանի բերան չեն կրակում, ու Ադրբեջանը մեծահոգաբար, ամոթուց գետինն ենք մտնում, էլի, մեծահոգաբար թույլ է տալի, որ իր տարածքով ցորեն գա։ Դա է երաշխիքը Պարսից ծոցում տեղի ունեցող է, որ ամբողջ տնտեսությունը երկրագնդի կախված է Պարսից ծոցից, երաշխիք չկարողացավ դառնալ ու երաշխավոր չդարձավ։ Բա դա ոնց կբացատրեք, հա։ Ձեզ չեմ դիմում, հարգելի հեռուստադիտողներ, այն մարդկանց, ովքեր առավոտից երեկո խաբում են ու ստում են, փորձելով մարդկանց մոտ խաղաղության պատրանք ձևավորել, իսկ սա խաղաղություն չի։ Խաղաղությունը ո՞րն է, որ 300,000 ադրբեջանցիների բնակեցնելու թեման տենց էլ չփակվեց ու չի փակվի։ Այս տրամաբանության մեջ չի փակվի։ Թե խաղաղությունը այնա, որ քո հայրենիքի մի մասը փոխանակում ես մի փոր հացի հետ,
Դա են մեզ փորձում համոզեն, ասեն մոռացեք, վերջ, պրծավ, էլ չենք խոսում սրա մասին։ Ստելով եւ մոռանալով, որ Արցախի կոնֆլիկտը դա պատճառը չէր պատերազմի։ Դա հետևանքն էր, հետևողական հայ ժողովրդի ոչնչացման, հետևողական 100 տարուց ավել։ Ես չեմ հասկանում, մեզ հետ ինչ է կատարվում, մենք չենք ուզում հասկանալ պատճառը ինչումն է, այլ ոչ թե հետևանք, այսինքն Արցախը բերեն ու մեր աչքը մտցնեն որպես պատճառ։ Խաղաղությունը ո՞րն է, որ ադրբեջանցիները արդեն գալիս են Հայաստան, ու տենց մարզերով ման են գալի, կհիշեք են տեսանյութերն, ու տենց սենց արդեն նայում են, հա, սենց որտեղ են ապրելու կամ որտեղ են իրենք ապրել։ Էդ է խաղաղությունը։ Չի կարելի խաբել մարդկանց ու չի կարելի ապրել պատրանքներով։ Միայն երաշխավորված խաղաղությունը կարող է լինել խաղաղություն։ Իսկ այնինչ այսօր կատարվում է Հայաստանում, խաղաղության հետ կապ չունի ընդհանրապես։ Ընդհանրապես սուտ է։ Սուտ եւ եւս մեկ անգամ սուտ, որը հետո մեզ վերադառնում է մեր եւ մեր երեխաների արյունով եւ մեր հայրենիքի կորստով։ Խաղաղություն լինելու է, չկասկածեք։ Վստահաբար, հաստատ, 100%։ Երաշխավորված խաղաղություն լինելու է։ Եթերում Աբովյան թողքներ եւ ես, Արման Աբովյանը, կհանդիպենք հաջորդ անգամ։